Դիլիջանի հրդեհը միայն անտառային տարածքներ չի ընդգրկում, այլև վտանգի տակ է դնում հարակից բնակավայրերը։ Նավուրի և Սեմյոնովկա բնակավայրերը գտնվում են կրակի հնարավոր տարածման ուղիների վրա։ Հրշեջ փրկարարական տվյալներով, եթե հրդեհը արագորեն չի մեկուսացվում, բնակավայրերը կարող են հայտնվել անմիջապես վտանգի գոտում։ Փրկարարական աշխատանքների ընթացքում մշտական կապի մեջ են համայնքի վարչակազմի հետ, գնահատելով կրակի մի քանի ուղղությունների արագությունը և նշելով առաջնահերթ տարածքները։ Տեխնիկական սարքավորումները, ջրատար մեքենաները և հիդրավլիկ սարքավորումները հիմնականում օգտագործվում են այն հատվածներում, որտեղ կրակի տարածումը կարող է սպառնալ բնակելի տներին կամ ճանապարհներին։ Այս պահի դրությամբ հրդեհաշիշման գործողություններին մասնակցում է շուրջ 200 մասնագետներ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Նրանք աշխատում են հերթափոխերով, ապահովելով աշխատանքի շարունակականությունը օրը 24 ժամով։ Բացի պետական ուժերից ակտիվ են նաև համայնքի կամավորները։ Նրանք ապահովում են սննդի, ջրի և հրշեջների համար անհրաժեշտ պարագաների տեղափոխումը, ինչպես նաև օգնում են դիտարկել կրակի հնարավոր ուղղությունները և զգուշացնել հարակից բնակիչներին։ Կամավորների և համայնքի բնակիչների ներգրավումը կարևոր է, քանի որ այն թույլ է տալիս մեծացնել ռեսուրսները և արագացնել հրդեհի մեկուսացումը։ Այս համագործակցությունը նաև բարձրացնում է համայնքի պատրաստվածությունը և համախմբվածությունը արտակարգ իրավիճակներում։ Հրդեհը սպառնում է Դիլիջանի անտառների բնական բազմազանությանը, առաջին հերթին վտանգված են ծառերը, խոտածածկը, թռչունների ու վայրի կենդանիների բնակավայրերը։ Էկոպարեկները պարբերաբար կատարում են գնահատականներ, որոշելու վնասված ծառերի ծավալը և առաջարկելու միջոցառումներ էկոհամակարգի վերականգնման համար։ Հրդեհի բռնկումը նաև հանգեցնում է օդի աղտոտմանը, քամին տարածում է վնասակար արտանետումները, որոնք ազդում են մարդկանց առողջության վրա, հատկապես մոտակա բնակավայրերում։ Այս իրավիճակը մատնանշում է այն կարևորությունը, որ պետք է միանգամից կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի նվազեցվեն առողջական և էկոլոգիական վտանգները։ Հրշեջ փրկարարները օգտագործում են բազմակողմանի մոտեցում, մասնավորապես կրակի տարածման ուղղությունները բաժանվում են առաջնահերթության գոտիների, և դրանցից յուրաքանչյուրը վերահսկվում է առանձին ջոկատի կողմից։ Սա թույլ է տալիս ավելի ճկուն և արդյունավետ մարողական գործողություններ իրականացնել։ Թեև տեխնիկական և մարդկային ռեսուրսները բավարար չեն ամբողջ տարածքի լիարժեք վերահսկման համար, այնուամենայնիվ, համակարգված մոտեցումը թույլ է տալիս նվազեցնել կրակի արագ տարածումը և պաշտպանել բնակավայրերը։ Հրդեհի տարածման լուրը տարածվել է սոցիալական ցանցերի և լրատվական կայքերի միջոցով, ինչը թույլ է տալիս բնակիչներին ճիշտ տեղեկացված լինել։ Համայնքը պահպանում է հանգստություն, հետևում պաշտոնական ցուցումներին և աջակցում փրկարարներին։ Մարդիկ նաև ակտիվ մասնակցություն են ցուցաբերում կամավորական ջոկատներ կազմելով, ապահովելով սննդով և ջրով և օգնելով տարածքային վերահսկողության գործընթացում։ Այս համատեղ աշխատանքը կարևոր է ոչ միայն հրդեհի կասեցման, այլ նաև համայնքային վստահությունը պահպանելու համար։ Դիլիջանի համայնքապետարանը և ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը կոչ են անում պահպանել հանգստություն, չմատնվել խուճապի և հետևել պաշտոնական տեղեկություններին։ Բնակիչները հորդորում են խուսափել հրդեհաշիշման աշխատանքներին խանգարող գործողություններից, չվնասել տեխնիկան և աջակցել կամավորական աշխատանքներին։ Փրկարարները և էկոպարեկները նշում են, որ նման հրդեհների կանխարգելումը հնարավոր է միայն համատեղ ջանքերով, անհրաժեշտ է ընդգրկել և համայնքային, և պետական, և մասնավոր ռեսուրսները։ Խորհուրդ է տրվում բնակիչներին խուսափել չոր խոտի և բուսական մնացորդների այրումը, պահպանել անձնական և տրանսպորտային անվտանգության կանոնները, արագ արձագանքել հրդեհների նշաններին, ահազանգելով փրկարար ծառայություն։ Այս կանխարգելիչ քայլերը ոչ միայն կպաշտպանեն բնակավայրերը, այլև կխնայեն անտառային էկոհամակարգի բնական բազմազանությունը։ Հրդեհաշիշման աշխատանքները սկսվել են վաղ առավոտյան ժամը 06:00-ից, երբ առաջին հրդեհի ազդանշանները ստացվել են Կազանչի հատվածից։ Հրշեջ փրկարարները անմիջապես դուրս են եկել արտակարգ օպերացիայի և հաջորդ 2 ժամերի ընթացքում համալրել են հարակից բնակավայրից ներգրավված կամավորներով։ Ժամը 8:00-ի դրությամբ ստեղծվել են աշխատանքային խումբ ջոկատներ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է մեկ ուղղության համար։ Օրվա առաջին ժամերին կրակը արագ տարածվել է Դիլիջանի ոլորանների անտառային հատվածներում, իսկ հաջորդ ժամերին սկսվել է հրդեհի մեկուսացման գործողություններ, օգտագործելով ջրատար մեքենաներ և հիդրավլիկ սարքեր։ Այս հրդեհի առիթով բազմաթիվ համայնքապետարաններ և բնակիչներ ակտիվացել են։ Նավուրի բնակիչներից մեկի՝ Արմեն Սարգսյանի խոսքով, նրանք օրեր շարունակ աշխատում են կամավորական ջոկատների կազմում, օգնելով ջուր և սնունդ տեղափոխել հրշեջներին։ Նա նշում է, որ նման իրավիճակներում յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ անմիջական ազդեցություն հրդեհի տարածումը կանգնեցնելու գործում։ Հրդեհի վերահսկման տեխնիկան ներառում է հետևյալ բաղադրիչները՝
Ջրատար մեքենաներ օգտագործվում են անմիջապես կրակի տարածման գոտում հրդեհի օջախները մեկուսացնելու համար։ Հիդրավլիկ սարքեր ծառերի ու բուսականության մարում կանխելու համար կրակի նոր տարածման ուղիները, արտակարգ իրավիճակների տեխնիկական սարքավորումներ, միկրոդրոններ և կուտակիչներ կրակի ուղղությունները ավելի ճշգրիտ գնահատելու համար։ Մարդկային և տեխնիկական ռեսուրսների համադրությունը թույլ է տալիս օպերացիաներ իրականացնել առավել արդյունավետ հաշվի առնելով բարդ լեռնային միջավայրը։ Հրդեհի ազդեցությունը անտառային էկոհամակարգի վրա զգալի է։ Ներկայումս այրվում են թե բարձրահասակ ծառեր, թե խոտածածկը, ինչը ուղղակիորեն սպառնում է վայրի կենդանիներին և թռչուններին։ Հրշեջ փրկարարական ծառայության հաշվարկներով առաջին 4 ժամերի ընթացքում կրակի տարածման արագությունը կազմել է մոտ 50-ից 60 մետր/ժամ, կախված քամու ուղղությունից։ Օրվա երկրորդ կեսին, երբ քամին ուժեղացել է, տարածման արագությունը հասել է 80-ից 100 մետր/ժամի։ Այս տվյալները թույլ են տալիս գնահատել օպերացիայի մարտավարությունը անհրաժեշտ լրացուցիչ ռեսուրսների ներգրավմամբ։ Դիլիջան ազգային պարկում բռնկված հրդեհները մեզ հիշեցնում են բնության նկատմամբ մեր պատասխանատվության կարևորությունը։ Այս անտառները ոչ միայն Հայաստանի բնական հարստությունն են, այլև կարևոր էկոհամակարգային գործառույթներ ունեն։ Հանդիսանալով կենսաբազմազանության պահպանման, օդի մաքրության և տեղական կլիմայի կարգավորման հիմնական տարրերը, հրդեհի ընթացքը ցույց տվեց, թե որքան խոցելի է անտառային միջավայրը, հատկապես չորացված խոտածածկով և լեռնային ծանր հարթավայրերով։ Կրակի մի քանի օջախները, որոնք արագորեն տարածվեցին, փաստացի ցույց տվեցին, որ միայն պետական ռեսուրսները, որքան էլ բազմազան լինեն, երբեմն բավարար չեն, և համայնքային մասնակցությունը, կամավորների և քաղաքացիական նախաձեռնությունների ներգրավումը կարող է որոշիչ նշանակություն ունենալ հրդեհի արագ մեկուսացման համար։ Հրշեջ փրկարարների անզորած աշխատանքը դեռ մեկ անգամ հիշեցնում է մարդկանց անմնացող ջանքերի կարևորությունը արտակարգ իրավիճակներում։ Այսօր նրանք աշխատում են օրեր շարունակ, հերթափոխով, հաճախ մեծ անձնական վտանգի տակ, կրակի և քամու անսպասելի փոփոխությունների պայմաններում։ Նրանց աշխատանքը ոչ միայն պաշտպանված բնակավայրերը, այլև կանխեց անտառների զանգվածային ոչնչացումը, որոշեց տասնյակ կենդանիների, թռչունների ու բուսականության պահպանությունը։ Միաժամանակ հրդեհը մատնանշեց նաև անտառային անվտանգության կանոնների հետևողական պահպանումը։ Արժե ուշադրություն դարձնել այն փաստին, որ հրդեհների մի մասը հնարավոր է եղել կանխարգելել, եթե կիրառվեին ճիշտ վարքային և տեխնիկական միջոցառումներ, խուսափելով չոր խոտի այրումից, հրդեհային ազդանշանների նկատմամբ ուշ արձագանքումից և անպատշաճ պահպանված տարածքներից։ Դիլիջանի հրդեհները մեզ տալիս են հստակ հաղորդագրություն։ Ցանկացած արտակարգ իրավիճակում, լինի դա բնական կամ մարդածին, կարևոր է ճիշտ, համախմբված և պատասխանատու արձագանք ու համագործակցություն։ Յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ անմիջական ազդեցություն, լինի դա խուճապից զերծ մնալով, տվյալ տարածքում անվտանգության պահպանելով կամ ռեսուրսները տրամադրելով փրկարարների աշխատանքին աջակցելու համար։ Մեզ պետք է հիշենք, որ անտառներն ու ազգային պարկերը միայն մեր հարստությունը չէ, այլ նաև հաջորդ սերունդների բնական ու մշակութային ժառանգությունը։ Յուրաքանչյուր հրդեհ, եթե չի վերահսկվի արագ և համակարգված, կարող է կործանել այս ժառանգությունը և հետագայում դրա վերականգնումը դարձնել անհամեմատ դժվար։